Տեսնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը Երեմիա մարգարեի գրքում 17-րդ գլխի առաջին համարում. Հուդայի մեղքը գրված է երկաթի գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա եւ ձեր սեղանների եղջյուրների վրա. Եվ դա եղբայրներ ճշմարիտ է մեր կյանքի համար. մեր մեղքերը հաճախ փորագրված են մեր սրտերում եւ մենք չենք կարող ազատվել դրանցից մեր ուժով. մի մեղանչիր, բայց եթե սխալվել ես, մի վախեցիր, Տերը ողորմած է, դարձրու սիրտդ նրան եւ աղոթիր. Դիտենք վկայությունը. Դա արթրիտ էր, արթրոս, բուրսիտ, այդ ամենով ես տառապում էի, երբ այստեղ հասա, ցավը շատ ուժեղ Որքան էր։ ժամանակ է ինչ տառապում եք? Մոտ 30-40 տարի։ Այդ ձեռնափայտով ինչպես եք քայլում? Դանդաղ եք շարժվում, այնպես չէ? Այսպես? Այժմ դրեք այն ձեր մեջքին, իսկ հիմա քայլեք արագ, ահա բարեկամներս, տեսեք, թե ինչպես է Տերը վերափոխում այս մարդու կյանքը։ Աղոթենք. Հայր, խնդրում եմ մի թող, որ այս մարդը հասնի այն վիճակին, որին հասավ Հուդան։ Ես հանդիմանում եմ ամեն չարիքին եւ հրամայում եմ, որ այն դուրս գա Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։